Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր DSA խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն, Միասնության թևեր նախաձեռնության համահիմնադիր անդամ Դավիթ Անանյանն է։ Բարի երեկո, պարոն Անանյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Արդեն 2 օր է մեր մեդիա դաշտը քննարկում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ քարտեզներում չկա Սևան, կա Գյոքչա, Սևանալիչ չկա, կա Գյոքչա, եւ ճիշտ է արդյոք այն ձևակերպումը, որ Ադրբեջանի նախագահը իր այս հայտարարությունով շատ մեծ նվեր արեց հայաստանյան ընդդիմադիր դաշտին, հարամելով Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը հաստատված է հայտարարությունը։ Կարելի է այդպես ձևակերպել, որ անակնկալի բերեց ավելի շատ Նիկոլ Փաշինյանին։ Մեծ նվերը դա մի քիչ կարելի ասել գերագնահատված ձևակերպում է, մի քիչ էլ երևի պատկերավոր ձևակերպում է։ Ըստ էության ուղղակի խոսույթ տվեց ընդդիմությանը կամ ընդդիմադիր կեցվածք ունեցող հանրային գործիչներին, որ մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին մեկ անգամ եւս կարողանա ապացուցել, որ այն խաղաղությունը, որ հորջորջվում է, ըստ էության խաղաղություն չէ։ Սա ժամանակավոր ինչ որ դադար է, որպեսզի վերարտադրվի այն տեխնացուն կամ այն քաղաքական ուժը, որի պարագայում իրագործվելու են իրենց ծրագրավորված բոլոր նպատակները։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, բայց նաև երբ որ մի քիչ սթափ եմ նայում, տեսնում եմ, որ զարմանալու բան չկա, զարմանում ինչի համար, որ ըստ էության այս քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանը, լինելով Ադրբեջանի համար շատ ցանկալի քաղաքական ուժ եւ շատ ցանկալի ֆիգուր, իրենք ժամանակ առ ժամանակ խախտում են իրենց լռությունը եւ ըստ էության բացահայտում են իրական իրավիճակը, կարելի է այդպես ձևակերպել, թե ինչն է իրենց մտադրությունը։ Եվ ըստ էության բացահայտում են ապագային միտված իրենց ծրագրերը շատ ավելի վատ թարացնելով ըստ էության իրենց տեխնացուի վերարտադրելու հավանականությունը։ Այսինքն այնքան էլ այնպես չէ, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանին օգնելու է, որպեսզի վերընտրվի, որովհետև եթե այդպես էր, Ալիևը չպետք է հիմա այդ process-ը հարամեր։ Ես հենց դա նկատի ունեի, որ մեկ-մեկ զարմանում եմ, որ իրենք ըստ էության ճակերտավոր եկեք ասենք, որ Ադրբեջանի նախագահը կարծես թե իրենց շահերից չբխող հայտարարություններ է անում ստեպ-առ-ստեպ։ Բայց նաև շատ դեպքերում նաև ինքը ունի խոսելիք իր ներքին լսարանի հետ, որովհետև ներքին լսարանին ինքը պետքա պատրաստի են երկարաժամկետ ծրագրերին, ըստ էության, որը ինքը եւ իր քաղաքական ուժը իր առաջնորդությամբ ըստ էության ծրագրավորում է։ Եվ գիտեք, պատահական չի, որ ընտրված էր հենց հարթակը, իրենց ազգային գիտությունների ակադեմիան, որը ի տարբերություն մեր գիտությունների ազգային ակադեմիայի շատ ավելի ակտիվ քաղաքական process-ներին ընդգրկված մի այսպիսի միավոր է, եւ եթե այդ հարթակում նման հայտարարություններ են արում, ըստ էության ինքը նաեւ գիտնականներին այն մարտահրավերային այն հանձնարարությունն է իջեցնում, որով որ պետք է իր մտքերը եւ իր գաղափարները փորձեն գիտականորեն հիմնավորել, որպեսզի ապագայում դրանք իրագործվեն շատ ավելի ջուրին կերպով։ Իսկ մենք ինչ ենք անում, մեր ակադեմիան դարձնում ենք հասարակական կազմակերպություն։ Այո, դա հստակ երևում է այսօրվա իշխանությունների իրենց գործելակերպից, որովհետև ամեն դեպքում գիտեք գիտությանը մոտ չկանգնած մարդկանց ընկալելի չէ գիտությունների ազգային ակադեմիայի իրական նշանակությունը։ Ես դեմ չեմ, որ գիտությունների ազգային ակադեմիան, մեր հայաստանյան գիտությունների ազգային ակադեմիան ինքը եւս խորքային բարեփոխումների կարիք ունի։ Այո, բայց դա չի նշանակում, որ ինքը պետք է աստիճանական լուծարման գործընթացի այդ մեկնարկման ճանապարհը ազդարարվեր։ 1 ժամից ավելի շատ ուշադիր լսում էի Փաշինյանի կառավարության ֆինանսավորմամբ գործող Օրբելի վերլուծական կենտրոնում Փաշինյանի ելույթը եւ ըստ էության սպասում էի, որ ինչ որ մի կերպ պետք է արձագանքի Ալիևի ասացին, բայց ինչ ասաց, արդարացրեց Ալիևին, ասում է դե Ալիևը ասում է Սևանալից չկա ցարական քարտեզներում, հա։ Եվ բոլորին կոչ է անում, ասում է, եթե դուք ասում եք Արցախ, իրենք ասում են Բասարգեչա եւ ամեն ինչ դնում են նույն համեմատության մեջ։
լավ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է արդարացնել Ալիևի ցանկացած հայտարարություն, հստակ ասել, որ այդ հայտարարությունները, որոնք Հայաստանի տարածքի նկատմամբ հենց տարածքային նկրտում են, դրանք խաղաղության իր պլանից հետ քայլ չեն, իսկ ինչպես է դրան հակազդելու հայաստանյան ընդդիմադիր դաշտը։ Ես չգիտեմ ինչպես պետք է հակազդի ընդդիմադիր դաշտը, բայց մենք ուշ երեկոյան Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության առաջնորդը Արմանը Թաթոյան ուղերձով ըստ էության բացահայտեց թե արևմտյան Ադրբեջան կոնցեպտի հայեցակարգի ուղիղ կապը քաղաքական իշխանությունների նպատակների հետ, նաև անդրադարձ կատարեց հենց ձեր նշված էպիզոդին։ Այդ էպիզոդը Սևանարեջի հետ կապված այլ անվանումով ներկայացնելը, գիտեք, դա եւս այդ հերահար մեծ նպատակի, այսինքն Հայաստանը հայաթափելու մեծ նպատակի մի բաղադրիչն է։ Եվ այսօրվա ձեր մատնանշված երեկվա այդ հարցազրույցի այդ մամուլի այդ հաղորդակցություններ, չգիտեմ, հարթակն էլ լավ այդպես չընկալեցի, ուղղակի այդ կտորը նայեցի ձեր ասած, ես հիշեցի Վարդան Պետրոսյանի հայտնի մոնոլոգից մի կտոր, երբ որ բանտում նոր խուց մտնողը հարցնում է այդտեղ գտնվողին, ասում է դες ինչի համար են դատում, ասում է 15 սուտկա են տվել հասարակական կարգը խանգարելու համար եւ 10 տարի պետական գաղտնիք բացահայտելու համար։ Եվ ասում է ինչ է կարել։ Դե ասում է կանգնել եմ հրապարակի մեջտեղը եւ գոռացել եմ, որ կառավարության կեսը էշ է։ Եվ այդ խոսողը ասում է, գիտեք, բայց դուք կարող էիք մի քիչ ենթատեքստով ասեիք, որ կառավարության կեսը էշ չի, հասկանում եք։ Այս մոնոլոգը ես հիշեցի, երբ որ Փաշինյանը փորձեց դատապաշտպանի ֆունկցիա կատարել։ Այսինքն ինքը ասում է, չէ, դուք լավ չեք հասկացել, ինքը սա է նկատի ունեցել, այդտեղ տեսնում ես, որ քո երկրի ղեկավարը հստակ կաշկանդվածություն ունի թշնամական տրամադրություն ունեցող երկրի ղեկավարից։ Հստակ կաշկանդված է։ Եվ կաշկանդված լինելով ինքը նաև ունի այլ դերակատարումներ, որոնք ստեպ առ ստեպ մենք ականատես ենք լինում։ Եվ այդտեղ մտածում ես, որ բացի այդ պայմանավորվածությունները կարող է ըստ էության մենք ունենք ողջամիտ կասկած, որ նա նաև ունի կոնկրետ հանձնարարություններ։ Ինչ է նշանակում այլ դերակատարումներ։ Այլ դերակատարումներ, օրինակ ստանձնել է Ալիևի դատապաշտպանի դերը։ Օրինակ ինքը ըստ էության այլ երկրի օրակարգի տեխնիկական սպասարկող է դարել։ Սրանք այլ դերակատարումներ են։ Սրանք ողջամիտ կասկածներ են, որոնք մենք կարող ենք ունենալ հենց այդ անձի վարքագիծը եւ նրա խոսույթը ըստ էության բանանելով, ուսումնասիրելով եւ վերլուծելով։ Քիչ առաջ հարցիսի պատասխան ասացիք, ես չգիտեմ ինչ պետք է անի ընդդիմադիր դաշտը։ Չէ, ես ասեցի, ես չգիտեմ ինչ պետք է անի ընդդիմադիր դաշտը, բայց մենք արդեն մեր տեսակետը հայտնել ենք։ Տեսակետը հայտնել եք, բայց արդյոք տեսակետ հայտնելը ձեր անելիքն է ընդամենը ստեղծված իրավիճակում։ Հետևապես միասնության թևերը, որ ձևավորվել է, որ ինչ անի։ Միասնության թևերը ձևավորվել է եւ իր նպատակի վերաբերյալ հստակ իր դիրքորոշումն է ասել։ Միասնության թևերը քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակը առաջիկայում 26 թվականի ընտրություններում մասնակցելը եւ հաղթելն է, եւ ըստ էության նաեւ ունենալով վարչապետի տեխնազու եւ հայտարարելով դրա մասին։ Սա հստակ մեր դիրքորոշումն է, մեր նպատակն է, որը որ մենք հենց հոկտեմբերի 9-ի մեր մուտքը ազդարարող միջոցառման ժամանակ ասեցինք, թե դրա պաշտոնական մասում ուղերձների ձևով, թե նաեւ մեր նախաձեռնության ղեկավարի մամուլի հետ հաղորդակցության մամուլի ասուլիսի շրջանակներում հնչած հարցերի պատասխանների շրջանակում։ Մեր նպատակը առաջիկայում իշխանափոխությանը մասնակցելն է հստակ պարլամենտական ընտրությունների մասնակցությամբ։ Ինչ ռեսուրսով եք դուք նման ամբիցիոզ նպատակ սահմանել ձեզ համար։ Ռեսուրսը նախ մեր այս պահին թիմի, համախմբված թիմի ռեսուրսն է, ինչպես նաև հենց միասնության թևերի եւ իր սիմվոլիկայի մեջ է, որ մենք ըստ էության առողջ ուժերին միասնությամբ հանդես գալու առաջարկով հանրային առաջարկ ենք ներկայացրել։ Ինչ է նշանակում առողջ ուժ եւ այս հարցի համատեքստում, պարոն Անենյան։ Ձեր նախաձեռնությունը ունի անուն՝ միասնության թևեր,
բայց ձեր նախաձեռնությունը մտնում է քաղաքական ասպարեզ եւ առաջինը հայտարարում է, որ նախկին իշխանությունների հետ չի համագործակցելու։ Հիմա սա միասնության մասին է, թե չմիասնության։ Դուք մի քիչ խեղաթյուրում եք մեր ասածը, մենք չենք ասել նախկին իշխանությունների հետ չենք համագործակցելու։ Իսկ ինչ եք ասել այդ։ Մենք ասել ենք, որ Հայաստանի պաշտոնաթող 3 նախագահների հետ եւ նրանց ներկայացնող կամ նրանց ասոցացող քաղաքական ուժերի հետ մենք ըստ էության նախընտրական դաշինքներ չենք ձևավորելու։ Հիմա դա միասնության թե չմիասնության մասին է։ Ոչ, դա հենց միասնության մեր առաջնահերթությունների ազդարարման մասին է։ Դուք դիստանցավորվում եք նրանից, ինչպես եք խոսում միասնության մասին։ Հայաստանի նախորդ 3 նախագահներից եւ նրանց քաղաքական թիմերից։ Մենք չենք դիստանցավորվում, մենք ըստ էության նաեւ այդ հայտարարությունը անում ենք ամենայն հարգանքով բոլոր 3 նախագահների հանդեպ։ Մենք սա ոչ թե ամբիցիոզ ինչ որ մի դիրքավորում ենք ցուցադրում, որով որ մերժում ենք իրենց, մենք ոչ թե մերժում ենք իրենց, այլ հանրությանը ներկայացնում ենք մեր նախապատվությունները, որոնք են մեր նախապատվությունները։ Վերջի տարիների էվոլյուցիան, էլեկտորալ էվոլյուցիան եւ նրանց մասնակցային, այսպես ասած, ակտիվությունը ունի որոշակի պատմություն։ Մենք տեսել ենք, որ տարբեր սոցիալական հարցումների եւ նաեւ էլեկտորալ իրադարձությունների ժամանակ հանրության 70%-ը, հետո 60%-ը, հիմա գնահատվում մոտ 50-55%-ը ինքը ակտիվ մասնակցություն չի ցուցաբերում ընտրական գործընթացներին։ Սա մեզ մտածելու տեղիք է տալիս։ Եթե նախկինում քաղաքական դերակատարում ունեցողներին չի հաջողվել այդ 70%-ին, 60%-ին բերել քաղաքական գործընթացներին մասնակից դարձնել, ապա մենք հավակնում ենք մեր մուտքով եւ այն քաղաքական միավորների եւ քաղաքական դերակատարում ունեցող անձանց միավորմամբ ստեղծել նոր քաղաքական հայտ ներկայացնող ուժ, որը այն 55-60%-ին կհրավիրի ակտիվ էլեկտորալ գործընթացներ։ Սա ոչ թե մերժում է հնին, այլ նոր միասնության հնարավորություններով ուզում է բորբոքել մասնակցային, այսպես ասած, ժողովրդի էլեկտորալ իրենց սահմանադրական պարտականություններին։ Մերժում չէ, բա ինչ է։ Ես ասացի, եթե դուք այդպես եք ընկալում, դա ձեր սեփական ընկալումն է, ես չեմ ուզում որ դուք ընկալման վերաբերյալ մենք հիմա բանալեկ ունենք։ Պարոն Անանյան, այն սոցիոլոգիական հարցումները, որոնց դուք ինքներդ թվում եք անում, ես եւս ծանոթ եմ, այո, եւ ես տեսել եմ թվերը, որ հասարակության 50-ից ավելի տոկոսը ոչ նախկին է ուզում, ոչ ներկա։ Եվ ես հասկացա, որ դուք ընտրել եք հենց այդ հատվածին առաջարկ ներկայացնելու ճանապարհը։ Բայց միևնույն ժամանակ ես հիշում եմ, որ նախկիններին բացառելու կողմնակից է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այստեղ ես ուզում եմ հասկանալ, ինչպես է ստացվում, որ սոցիոլոգիական հարցումներով հասարակության մեծամասնությունը չի ուզում նախկին, ՔՊԻ եւ Նիկոլ Փաշինյանի խոսույթով նախկինները պետք է նետվեն պատմության աղբանոցը։ Այս զուգադիպությունը ինչպես է ստացվում։ Զուգադիպություն չկա, դա ձեր գնահատականներն են եւ խնդրեմ ձեր գնահատականները չվերագրեք մեզ։ Ես ասեմ ինչ նկատի ունեմ։ Հստակ հայտարարել ենք մի բան եւ հանրային ելույթներում էլ ենք ասել, որ քաղաքական առաջիկա գործընթացներում մենք ունենք միայն մեկ քաղաքական հակառակորդ, դա քաղաքացիական պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մնացած բոլոր ուժերը եւ բնականաբար իրենց արբանյակ ուժերը։ Մնացած բոլոր քաղաքական դերակատարում ունեցողները մեր մրցակիցներն են։ Մենք նրանց չենք համարում հակառակորդ։ Մենք համարում ենք մրցակիցներ, որոնց հետ որոշակի գործընթացների ժամանակ նախընտրական կամ հետընտրական գործընթացներում կարող են լինել զրույցներ, երկխոսություններ եւ այլն եւ այլն։ Մեր ուղակի, այսպես ասած, դիրքավորումը նա էր, որ նախընտրական գործընթացներում մենք չենք ուզում քաղաքական առումով ասոցացվել կամ դաշնակցել այն ուժերի հետ, որոնց չի հաջողվել այն 50-ից 70%-ին բերել էլեկտորալ դաշտ։ Այսինքն դուք վախ ունեք, որ մենք վախ չունենք, որ նախկինների պիտակավորումները կկպնեն նաև ձեզ։ Նախ մենք եկեք ասենք, որ մենք որևէ վախ չունենք։ Մենք ունենք մտահոգություններ։ Այդ մտահոգությունները մենք վերլուծել ենք եւ նաեւ օրինակ նոր քաղաքական միավորների, այդ թվում մեր ձևովի բանը որն է, որ մենք ըստ էության առաջարկում ենք վակուումը լցնել նոր քաղաքական միավորներով, որոնք որ
էլեկտորալ մեր հայրենակիցներին կառաջարկի այլ ընտրանք, այսինքն նրանք կտեսնեն, որ քաղաքական դաշտում կան նոր դերակատարներ, որոնք չեն ասոցացվում այն ուժերի հետ, որոնց չի հաջողվել իրենց բերել էլեկտորալ այդպիսի մասնակցային բաների մասնակից Բա ուր մնաց, որ 26-ի ընտրություններին Նիկոլ Փաշինյանին կարելի է հաղթել ամբողջ դաշտի մեկ միասնությամբ։ Դա ուտոպիա է եւ դա գոյություն ունենալ չի կարող։ Իսկ եթե առանձին եք գնում ձայների փոշիացման չեք բերելու, պարոն Անանյան։ Գնում, տեսեք, դուք երևի քաղաքական դաշտը մի քիչ լավ չեք պատկերացնում, ես ձեզ փորձեմ բան անել։ Ինչպես ուզում ես արա, հնարավոր չի համատեղել բոլորին մեկ բևեռի շուրջ։ Հնարավոր չի, որովհետև տարբեր դերակատարներ արդեն իրենց նախընտրական եւ ընտրական գործընթացներում իրենց մասնակցային ֆորմատները արդեն անոնսավորել են։ Հետևաբար իրենք արդեն ունեն իրենց հստակ մտադրությունները։ Դա նշանակում է, որ կարող են լինել, այսպես ասած, համախմբման 3-ից 4 հենասյուներ։ Այ երբ որ կլինեն համախմբման 3-ից 4 հենասյուներ եւ այդ 3-ից 4 հենասյուները կգնան ըստ էության կհամախմբեն բոլոր հակա ԿՊԱ-ական եւ նրանց արբանյակներին հակա այդ ուժերին, ըստեղ հնարավորություն կա իրոք գնալ եւ հաղթանակ տանել միասնաբար։ Սա չի նշանակում, որ դու պետք է անպայման այդ 4 հենասյուներին փորձես անպայման մեկտեղել միտեղ, որովհետեւ այդտեղ սիներգիա ասածը կլինի բացասական դելտայով։ Կան ուժեր, որոնց միասնությունը բացասական էֆեկտ է տալիս։ Եվ դա ոչ թե մեր ցանկություններից է դա բխում, այլ էլեկտորատի ցանկություններով։ Շատ բարդ եք խոսում։ Մենք պետք է քաղաքացուն բացատրենք, պարոն Անանյան։ Իսկ կարող է ես նորմալ խոսում եմ, բայց դուք ուզում եք տանեք ձեր դաշտ։ Ես ուզում եմ, որ մեզ հետևող քաղաքացին շատ པարզ հասկանա հետևյալ հարցի պատասխանը։ Ինչպես է ստացվում, որ նախկին իշխանություններին, նրանց քաղաքական թիմերին, քաղաքական աղբանոց է ուղարկում Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպես է ստացվում, որ 26 թվականին նոր ձևավորվող ուժերը, միասնության թևերը, մեր ձևովը, Հայաքվեն, Հայաստանը ես եմ նախաձեռնությունը, բոլորը ասում են մենք նախկինների հետ չենք համագործակցում։ Ինչպես է դա ստացվում։ Շատ նորմալ։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումն են ասում ամենայն հարգանքով նախկին ուժերին։ Եվ այդ նախկին բառը եկեք հանենք մեր բառապաշարից։ Մենք չենք ասել նախկին, ասել ենք պաշտոնաթող 3 նախագահների հետ չենք համագործակցել։ Ոմանիշներ են դառնում արդյունքում, պարոն Անանյան։ Ավելի լավ է մենք ասենք այն խոսքերը, որոնք մենք հնչեցրել ենք։ Մենք ասել ենք, որ պաշտոնաթող 3 նախագահների հետ եւ նրանց ասոցացող քաղաքական միավորների հետ չենք համագործակցելու։ Իրենց մենք համենայն դեպս առնվազն նախընտրական գործընթացներում չենք տեսնում համախմբման համար մեր համար ընդունելի։ Սա ոչ թե մենք դիրքավորվում ենք, ելի եմ ասում, ոչ թե ցույց ենք տալիս մեր, այսպես ասած, հակակրանքը կամ եսիմինչ, բացարձակ ամենայն հարգանքով իրենց 3 նախագահների հանդեպ եւ այն ուժերի հետ, որոնք ունեցել են որոշակի դերակատարում, տեսեք, մենք ունենք քաղաքական գործընթացների արդյունքում մենք ունենք այն ինչ որ այսօր ունենք։ Հիմա մեր ցանկությունը շատ պրագմատիկ եւ գաղափարախոսական է։ Մենք ուզում ենք միասնություն հրավիրել այն ուժերին, որոնք նախկինում իրենց ակտիվ քաղաքական գործընթացներում մասնակցությամբ չեն նպաստել այն իրողություններին, որ հիմա մենք ունենք։ Շատ պրագմատիկ է մեր ցանկությունը։ Ամենայն հարգանքով բոլորին։ Դուք իդեպ խոսեցիք վարկանիշների մասին, սոցիոլոգիական հարցումների մասին։ Այդ նույն սոցիոլոգիական հարցումներով ըստ ամենավերջինով, Գելափի հրապարակած տվյալներով, ԿՊ-ն հաղթում է, Բարգավաճ Հայաստանն է անցնում խորհրդարան, մեր ձևովն է անցնում խորհրդարան, հա։ Չգիտեմ դուք ինչ սոցիալական հարցում եք։ Ամենավերջին Գելափի սոցիոլոգիական տվյալները։ Այո, երևի 1 ամիս առաջ, 1 ամիս առաջ արված հարցումներ։ Ամենավերջինն է 1 ամիս առաջ։ Քաղաքական գործընթացները գնահատում եք, որ 1 ամիս առաջ ամենաթարմն ու ամենակարևորը նորաթուխն է։ Դուք ունեք նոր հարցումներ։ Մենք ունենք մեր հարցումները, մենք ունենք մեր ֆոկուս խմբերը եւ մենք հավատում ենք մեր սոցիալական հարցումներին եւ ֆոկուս խմբերի մեր աշխատանքին, արդյունքներին։ Եվ ըստ դրանց, ըստ ձեր սոցիոլոգիական հարցման տվյալների Արման Թաթոյանը ունի շանս Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու։ Եթե շանս չունենար, մենք չէինք դնի խաղասեղանին մեր ամբողջ անցած ճանապարհն ու մեր ամեն ինչը։ Հասկանում եք, մենք սա ոչ թե դասական առումով քաղաքական պայքար է, այլ հանրային պատասխանատվության գիտակցմամբ
մխրճվել է մի գործընթացի մեջ, որի նպատակը փոփոխություն բերելն է։ Եթե մենք չունենայինք դրական ակնկալիքներ սրա վերջնարդյունքի, ապա հավատացեք մենք չէինք մտնի։ Մեր նպատակը այդ համընդհանուր իշխանական տորթից ինչ որ մասնաբաժին պոկելը չի։ Դա նսեմացնում է նույնիսկ այն բան ցանկություններն ու մեր պատասխանատվության զգացողությունը, որ մենք ուզում ենք ցուցադրենք ի ժողովուրդ։ Հիմա դուք ձեր ձևակերպումներով փորձում եք նախ ասել, որ ինք իրավիճակը շատ չի էքստրաորդինար, սովորական քաղաքական գործընթացներ են, դուք ինչպես եք պատրաստվում։ Չէ, ես ասում եմ, որ արտասովոր քաղաքական գործընթացներ են, որը պահանջում է բոլոր ուժերի մեկտեղում, պարոն Անանյան։ Բոլոր ուժերի մեկտեղումը բերում է բացասական արդյունք, եթե դուք սա չեք ընկալում, ապա դա ձեր նեղ անձնական խնդիրն է, կներեք։ Պարոն Անանյան, եթե 21 թվականին բոլոր ուժերը մեկտեղվեին, 1%-անոց շեմը հաղթահարելու ունակություն չունեցող կուսակցությունը չգնար ընտրության մասնակցել, արդյոք կունենայինք նույն արդյունքը։ Մենք նույն բանի մասին չէ՞ որ մենք 21-ին ունեցանք տվյալ արդյունքը, որովհետև ընդդիմադիր դաշտում ուժերի մեկտեղում տեղի չունեցավ։ Մենք նույն բանի մասին չենք խոսում, մենք իրար ուղղակի չենք հասկանում։ Ես ասում եմ, որ բոլոր ուժերին մեկտեղելը հնարավոր չի գործնականում եւ ընդհանրապես տեսականորեն այդպես չի լինում, հնարավոր չի։ Ես դες ասեցի, որ մեր պատկերացրած մեկտեղումը լինում է 4 հենասյուներով, օրինակ 3 կամ 4 հենասյուներով։ Եթե հաջողվի ամբողջ ընդդիմադիր դաշտը համախմբել 3-4 հենասյուների շուրջ, ապա մենք կհամարենք, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը ըստ էության համախմբված է։ Բայց դա չի նշանակում, որ դու պետք է ասենք խնձորը տանձի հետ դնես միևնույն զամբյուղում ու ասես իրանք միրգ են էլի։ Չի լինում, այդ ինքնանպատակ չի։ Հասկանում եք։ Վերջին շրջանում 26 թվականին պատրաստվող քաղաքական միավորների կողմից տեսնում եմ այսպես կարմիր թելով անցնող մի նուրբ եզր։ Բոլորը հույսեր են կապում ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ նրա կողմից ստեղծված մեր ձևով շարժման հետ ու պատկերացնում են, որ այդ նորը թարմը մեր ձևովն է եւ իրենք։ Բայց այդ ուժերը կարծես թե մոռանում են, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիկոլ Փաշինյանը անոնսեց բռնաճնշումների նոր ալիք, ասաց, որ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ։ Այդ ուժերը կարծես թե մոռանում են, որ կա Մոլդովայի օրինակ եւ իդեպ վերջերս Արարատ Միրզոյանը նաեւ Մայա Սանդուի հետ էր աշխատանքային քննարկում եւ փորձի փոխանակում ունեցել։ Եվ այդ ուժերը չեն հիշում կարծես թե ԿՊԱ-ականներ եւ Նիկոլ Փաշինյանի այժմ ունեցած ելույթները չգրանցել այն ուժերին, որոնց ֆինանսավորումը կարող է լինել դրսից։ Այսինքն իրենք անոնսում են, որ իրենք պատրաստ են անգամ մեր ձևովին որպես կուսակցություն չգրանցել եւ թույլ չտալ դառնալ լուրջ ընդդիմադիր բևեռ։ Բայց այդ դեպքում ինչ են անելու այդ նորերը։ Տեսեք, ես օրինակ շատ կուզեմ, որ այդպիսի սցենարով չգնա ապագան եւ շատ կուզեմ, որ մեր ձևովը իրոք դառնա քաղաքական ուժ եւ այն, ինչ ինքը իրանից ներկայացնում է այսօր, դա ընդդիմադիր դաշտին, ընդհանուր ընդդիմադիր դաշտին մեծ հարված կլինի, եթե ձեր ասած սցենարով հաջողվի մեր ձևովին օրինակ չեզոքացնել եւ մասնակից չդարձնել քաղաքական գործընթացներին։ Մենք օրինակ պետք է երևի թե ընդդիմադիր դաշտով պայքար մղենք, որ այդպիսի բան տեղի չունենա։ Անկախ նրանից մենք տեսեք, Քավլիցի չենք ասում, որ մեր ձևովի հետ մենք օրինակ այսօր գնալու ենք, չէ, այդպիսի բան չկա։ Մենք ժամանակ առ ժամանակ տեսնում եք երևի հանրային առումով նաև դատարանի բակում գնում ենք մեր զորակցությունն ենք հայտնում հայտնի բարերարին իրենց ընտանիքին, որովհետև մենք համարում ենք, որ սա մաքուր դասական քաղաքական հալածանք է։ Եվ անկախ նրանից մենք քաղաքական ինչպիսի դիրքավորումներ կունենանք, մենք բնական դաշնակիցներ ենք։ Այդ երկու շարժումը բնական դաշնակից է։ Եվ մենք ըստ էության նույն ուղղությամբ ենք գնում։ Եվ ես շատ կուզեմ ու մենք շատ ենք ուշադիր պետքա հետևենք գործընթացներին եւ դատապարտենք եւ նաեւ ամեն ինչ որ մեզանից ասում անենք, որ ձեր ասած սցենարով այդպիսի բան տեղի չունենա։ Մենք կուզենք, որ քաղաքական դաշտում ունենանք այդպիսի առողջ մրցակից, որի հետ գնալու ենք ըստ էության միևնույն գաղափարական հենքով։ Դուք ասում եք մենք պայքարելու ենք, շատ լավ եք անելու, բայց փաստորեն իշխանություն ունի պլան B, իսկ ընդդիմության պլան B-ն այդ դեպքում որն է լինելու։ Գիտեք, եթե իշխանությունը ունի պլան B եւ դա ժամանակ առ ժամանակ ազդարարում է, որպես մահակ հնչեցնի, ապա սովորաբար ընդդիմադիր դաշտում գտնվողները իրենց պլան B-ն իրենց մտքում են պահում։
Դուք չեք թույլ տալիս այս տարբերակով, որ իշխանությունը իր պլան B-ն ավելի հուժկու կերպով գործարկի։ Գիտեք, իշխանությունը կարող է գործարկի այն, ինչ ինքը ուզում է։ Բայց քանի դեռ մենք ունենք մեր գաղափարներն ու անելիքները եւ մեր անելիքների հստակ ծրագրավորված քայլերի հերթականությունը, պատկերացրեք, որ մենք էլ գիտենք մեր անելիքները։ Այդ քայլերի հերթականություն, որ ասում եք, նկատի ունեք հակազդեցության լծակ։ Այսինքն իշխանության քայլերին հակազդելու լծակներ ունեք, թե ոչ։ Հակազդելու, ես ասեցի, այո, մենք ունենք գաղափարական գործունեության հակազդեցության լծակներ եւ այդպիսի կարողություններ։ Գետնի վրա դա ինչ տեսք է ունենում, պարոն Անանյան։ Տաղավարային հարցազրույցներից դուրս, Facebook-յան ստատուսներից դուրս, գետնի վրա դա ինչ տեսք է ունենում, այդ ձեր հակազդեցությունը։ Քաղաքական գործընթացները դուք ինչպես եք պատկերացնում։ Ես դրանք պատկերացնում եմ գետնի վրա, եթե պետք եղավ, պետք է փողոց հեղեղվի, դա հակազդեցություն է։ Եթե դրա կարիքը լինի եւ այդպիսի բան լինի, իհարկե փողոցային պայքարն էլ է փողոցային քաղաքական պայքարի մի ձև։ Բայց դրանք պետք է լինեն ոչ թե շինծու, այլ դրանք պետք է լինեն գործընթացների տրամաբանական բան։ Տեսեք, եթե օրինակ իշխանությունը որոշել է, որ ինքը պետք է քաղաքական գործընթացների հետ նաև որոշակի ձեր ասած պլան B-ի շրջանակներում իրականացնի այնպիսի հալածանքներ կամ օրինակ միջամտի բանին նախընտրական եւ ընտրական process-ներին եւ այն իրավական գործընթացները կամ իրավական կարգավորումները, որ իրենք ժամանակին փոփոխել են եւ որոշակիորեն կարող են ազդել նաեւ միջև պաշտոնական տվյալների հաղորդումը որոշակի միջամտություն ունենալ, ապա այդ պլան B կամ պլան G իրենք իրագործման ժամանակ ընդդիմությունը պետք է այո փողոցային պայքարով տեր կանգնի իր վաստակած քվեին։ Այսինքն գործընթացները պետք է զուգորդվեն։ Այդ ձեր ասածը չի, հա, բենակ հարցազրույցով չի կամ ասենք բաներով։ Գիտեք, քաղաքական գործընթացը նաև աշխատանքը ժողովրդի հետ։ Մենք օրինակ հիմա մեզ ասում են, որ դուք հայտարարեցիք ու պասիվացել եք, օրինակ, այդպիսի բան են ասում, չեք պասիվացել, մենք զբաղված ենք մարզերում մեր այցելություններով եւ մարզի մեր հայրենակիցների հետ զրուցելով։ Եվ գիտեք, շատ դեպքերում իրական գործընթացները ընտեղ են տեղի ունենում։ Երբ որ դու մարզերում խոսում ես մարդկանց հետ, շատ դեպքերում քո քաղաքական նկարտումներն ու ազգաբնակչության իրական նպատակներն ու իղձերը, ցանկությունները, մտահոգությունները դու պետքա զուգորդես։ Այսինքն դու պետքա ունենաս հիմք, այդ հիմքերը անելու, մեր տարածքային մարմինները ստեղծելու այս գործընթացում նաև մենք ուշադիր ենք լինում, որ այո, եթե պետք լինի փողոցային պայքարով տեր կանգնել այս կամ այլ գործընթացին կամ ունենալ այդպիսի հակազդեցություն իշխանությունների կողմից ապօրինի գործողությունները, այո, մենք պատրաստ ենք եւ պետք է անենք։ Դուք ասում եք մարզային այցեր եւ քաղաքացիների հետ խոսել է անհրաժեշտ։ Այո, ես նայում եմ ձեր սոցիալական ցանցերի էջերը, տեսնում եմ Արման Թաթոյանի հանդիպումը, օրինակ գյուղացիների հետ, բայց ես միևնույն ժամանակ տեսնում եմ, պարոն Անանյան, Նիկոլ Փաշինյանի հանդիպումները գյուղացիների հետ։ Այն Նիկոլ Փաշինյանը կարող է մի էժանագին մայկայով գնալ գյուղացիների հետ հանդիպել, անընդհատ փորձել ապացուցել, որ ինքը այդ գյուղացուծոցից դուրս եկած նույն Նիկոլն է, չի փոխվել, եւ ինչ անում, ասֆալտը ծախել ապագայում քվե ստանալու համար։ Դուք ինչ եք առաջարկում այդ մարդուն։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ունի։ Ախր դուք որ գնաք գյուղացիների հետ տեքստեր ասեք, իրանք ձեզ չեն հասկանա, պարոն Անանյան։ Պատկերացրեք, մենք գյուղացիների հետ խոսելու մեր բառապաշարն ու լեզուն էլ գիտենք, Աղավեջան, եւ գիտենք որտեղ ինչ լեզվով ենք խոսում։ Հիմա եթե այս տաղավարում ես այսօր որոշել եմ, որ այս բառամթերքով պետքա խոսամ, ուրեմն դա ունի իր նպատակը։ Պետքա լինել շրջահայաց եւ որևէ պատահական բան չասել, որովհետեւ պատահական բանը կարող է նաեւ ձեր ջանքերով, օրինակ մենք նախկինների մասին չենք խոսել, դուք ասում եք դուք նախկինների հետ չեք ուզում համագործակցեք։ Մենք նման բան չենք ասել։ Չեք ասել նախկին, ասել եք Հայաստանի նախորդ իշխանությունների ղեկավարներ։ Մենք ասել ենք պաշտոնաթող նախագահների եւ նրանց ասոցիացիայի Պարոն Անանյան, մենք նույն մարդկանց մասին ենք խոսում։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Ամենայն հարգանքով նախագահներին, այո, իրենց հետ չենք համագործակցելու։ Շատ պարզ պրիմիտիվ ասել ենք։ Ինչու արդեն ասեցի։ Հիմա այդ դա ինչու հիշեցրեցի։ Մենք գնում ենք 50-60% տանը նստած մեր հայրենակիցներին բորբոքենք, բերենք մասնակից դարձնենք քաղաքական գործընթացների։ Նիկոլ Փաշինյանն ունի իր հստակ 15%, կամ 12, 15, 17, նա ասել է ինքը ինչ գործընթացներով ինչքան է կարողանում։ Իր հստակ 15% ունի։
Զրուցում է իր 15%-ի հետ, լավ է անում։ Բայց կարող է ցանկացած պահի 15-ը դարձնել 30, որովհետև պետական բյուջեի գումարները օգտագործում է թոշակառուների թոշակի հետ վճարը 12%-ից դարձնում է 20%, 65-անց մարդկանց հունվարի 1-ից ասում է անվճար առողջապահական ապահովագրություն կունենաք, ինքը կարողանում է դա անել։ Դուք այդ լծակները չունեք։ Գիտեք, լծակները բնականաբար չունենք, որովհետև պետական համակարգը սեփական ընտրական պրոցեսների նախընտրական քարոզարշավի եւ ընդհանրապես իր կուսակցության առաջխաղացման համար ծառայեցնելու, այո, այդ լծակները մենք չունենք բնականաբար, բայց նաեւ ունենք այդ լծակների իրանց օգտագործման փաստերը բացահայտելու եւ հանրության հետ խոսալու։ Պատկերացրեք, որ հանրությունը այնքան վատը չի, ինչքան դուք եք պատկերացնում։ Դուք ասացիք, որ գնում է լավ էլ խոսում է 15 դառնա 30, ով ձեզ ասեց, որտեղից եք վերցրել, որ 15 դառնալու 30։ Հա հիմա որ դուք այդպիսի դատողություններ եք անում, բացարձակ անհիմն դատողություններ են, ու դա չի կարող այդպեսի բան լինել։ Ասֆալտի էֆեկտն է դա, պարոն Անանյան։ 15%-ը կարող է դառնալ վարչական ռեսուրսի կիրառմամբ կարող է կրկնապատկել։ Շարունակեմ։ 15%-ը իր ռեյտինգն է։ Այդ 15%-ը չի ավելանում։ Կարող է 15-ը իջնի 12, ինչ որ կարճ ժամանակով օգոստոսի 8-ին ստորագրված ինչ որ կասկածելի փաստաթղթի հիման վրա ինքը բարձրանա, իջնի, բան եւ այլն, բայց ինքը շատ լավ կարողանում է այդ փաստաթղթի ինչ որ տանի, ծառայեցնի, խոսեցնի այն մարդկանց եւ այդ 15-ը դարձնի 17, հետո մի ամիս հետո այդ 17-ը էլ իջնում է 14։ Ինքը չի կարողանում իր, այսպես ասած, համակիրների շրջանակը ընդլայնել։ Դա չի հաջողվում իրան, բայց ինքը դա չի նշանակում, որ օրինակ այդ 15-ը չի դառնա 30, գիտեք եւ որ դեպքում կդառնա։ Եթե մասնակցությունը, օրինակ, մասնակցությունը լինի 35-40%։ Ինչքան ցածր է, այնքան օգուտ։ Հիմա մենք ուզում ենք, որ մասնակցությունը չլինի 40%, այլ լինի օրինակ 55% կամ գոնե 60%։ Ну 60 կամ գոնե առնվազն 55%։ Մեր նպատակը այն մասնակից դարձնելն է քաղաքական գործընթացներից դուրս մնացածներին։ Հետևաբար մեր զրուցակիցը տարբերվում է Նիկոլ Փաշինյանի զրուցակցից։ Դա չի նշանակում, որ մենք մեր հայրենակիցների հետ չպետք է զրուցենք, բայց առաջնահերթությունների սահմանման առումով մենք պետք է նախ խոսենք այն պոտենցիալ մասնակից դարձողների հետ, որ իրենց պատկերավոր ասած դարձի բերենք, գան քաղաքական գործընթացների մասնակցեն։ Հետևաբար մենք գնում ենք, պեղում ենք այն մարդկանց, ովքեր շատ մտահոգ են, բայց չեն հավատում ոչ մեկի, որովհետև քաղաքական դաշտում չեն տեսել այլ ընտրանքներ եւ մեր նոր քաղաքական միավորների հայտնությունը քաղաքական այսպես այս գունապնակում չէ, իրենց որոշակի հույսերը արտնացրել եւ իրենք աստիճանաբար ուզում են մասնակից դառնալ։ Ձեր ասածը Քավլիցի գնում է խոսում է ինքը ունի իր ունկնդիրը։ Մենք չպիտի ոչ վատաբանենք այդ ունկնդրին, ոչ էլ չպետք է ասենք ինչ որ այդ ունկնդրի արշինով չափենք ամբողջ ազգաբնակչության էլեկտորալ հնարավորություններն ու կամ գաղափարական ընկալումների մակարդակը։ Սա շատ կարևոր բան կա։ Մենք այդպես պետք է շարժվենք։ Պարոն Անանյան, դուք ասում եք մենք գնում ենք խոսենք, որ մարդկանց դարձի բերենք։ Նիկոլ Փաշինյանն էլ է դարձի բերում, ասում է ժողովուրդ ջան, չկա Արցախ, չկա թշնամի Ադրբեջան, թշնամի Թուրքիա։ Հայաստանի Հանրապետությունը մի հատ տարածք է, որի վրա դուք ապրում եք, ուտում եք, խմում եք, Թուրքիա ադրբեջանցու հետ էլ ընկերություն եք անում, առևտուր եք անում, լավ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը դարձի է բերում դրանով։ Ոչ մի, ահա, դուք ինչպես եք դարձի բերում, դուք ինչ եք այդ քաղաքացիություն առաջարկում։ Տեսեք, մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի քաղաքական վերարտադրությունը նշանակում է Հայաստանի կորուստ։ Նշանակում է Ադրբեջանի ծրագրավորված հստակ պլանի իրականացում։ Ադրբեջանը այսօր ունի հստակ ծրագիր Հայաստանը հայաթափել, որովհետև ինքը ունի գրված այդպիսի ռազմավարական փաստաթուղթ, եթե նույնիսկ դա չի հրապարակվում, դա չի նշանակում, որ չկա։ Նրա step այսպես ասած նարատիվները, որ ինքը գցում է թե իր ներսին նսարանի, թե ժամանակ առ ժամանակ նաև միջազգային ամբիոններից նույն արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի որոշակի կամ բանի Զանգեզուրի Միջանսկի խոսույթի վերաբերյալ կամ տրիպը ներկայացնելով որպես Զանգեզուրի Միջանսկի մի բաղադրիչ, այսպիսի խոսույթներով ինքը ունի իր հստակ ծրագրի
անոնսավորման պլանը եւ դա իրականացնում է։ Մենք մեր ազգաբնակչությանը գնում ասում ենք, որ ժողովուրդ ջան, խաղաղության այս բանը ներկայացող ինքը պատրանք է, չկա այդ խաղաղությունը։ Կա ժամանակավոր ինչ որ դադար, ուղղակի սրանց քաղաքական վերարտադրությունից հետո սրընթաց գործընթացները տանելու են Հայաստանը դեպի կործանման։ Ու դա հստակ երևում է իրաց դիրքավորումներից։ Մենք սա ենք ասում։ Եվ ասում ենք, որ ոչինչ դեռ կորած չի։ Նույն այդ Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտին կարելի է հակադրել, որովհետև կան, մենք ունենք այդ ռեսուրսները։ Մենք ինքներս միասնության թևերը ունի այդ ռեսուրսները, որովհետև ինքը բացի նրանից, որ ունի քաղաքական արդեն համախոհների թիմ, նաև ունի գաղափարական համախոհների թիմ, որոնք որ իրենց գաղափարական օժանդակությունն են բանան ցուցաբերում։ Մենք բոլոր ուղղություններով ռազմավարական մեր տեսլականները թղթի ենք տալիս եւ դրանք տանում ենք, ներկայացնում ենք մեր ժողովրդին։ Մենք ուզում ենք, որ ժողովուրդը տեսնի, որ այն ինչ որ ինքը տեսնում է սա, ինչ որ իրենց ցուցադրում են այսօրվա իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի ներկայացվածը դա պատրանք է, դա սխալ է, դա խաբս է, դա խապկանք է, դա խափել է սեփական ժողովրդին։ Սա ենք ասում։ Եվ տեսեք, մարդիկ կան, որ մեզ լսում են, մարդիկ էլ հավանաբար կլինեն, որ կլսեն Նիկոլ Փաշինյանին։ Մեր խնդիրը ընդդիմադիր դաշտի համախմբման այսպես ասած վարկագիծ դրսևորելու ունակություն ունեցողները համախմբվելով նմանը նմանի հետ համախմբվելով գնում են խոսում են ժողովրդի հետ, որպեսզի իրենք դառնան ակտիվ մասնակից քաղաքական գործընթացների։ Մենք ինչքան էլ լավը լինենք, ինչքան լավ խոսենք, ինչքան գանք սենց աղավնի հետ լավ մտքեր ասենք, բան, սալը տեղից չի շարժվելու, քանի դեռ ժողովուրդը տանը նստած է։ Մեր առաքելությունը ժողովրդին արթնացնելն է, արթնացնելը եւ ճիշտ ճանապարհը ցույց տալն է, բայց ոչ թե միայն մեղադրանքներով, այլ հստակ ծրագրերով։ Եվ եթե տեսել եք, մենք խոսում ենք, եթե ինչ-որ ոլորտից խոսում ենք, մենք ասում ենք այս ոլորտում ինչ ենք անելու։ Մենք ասում ենք տնտեսությունը ինչպես ենք վերափոխելու։ Մենք ասում ենք տնտեսության մեր տեսլականի արտահանելի տնտեսություն ստեղծելու մեր մտադրություններն ու գաղափարախոսությունը։ Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, բայց ոչ թե խոսում ենք ուղակի քարկոծելու, այլ ապագան ցույց տալու մեր դրոշակը իրենց ցույց տալու, որ այդ դրոշակի հետևից մարդիկ ուղակի իմանան, թե ուր պետքա գնան։ Նիկոլ Փաշինյանը իր գործն անում, մենք անում ենք մեր գործը։ Մեզ կհաջողվի, հավանաբար այո, որովհետև մարդիկ հիմնականում մեր ժողովուրդը ոչ թե վազում է փողի հետևից, այլ նաև ինքը տեսնում է, որ ինքը ինքնութենական եւ ինքը գաղափարախոսական առումով ինքը եւս վերարտադրվելու հստակ բան ունի, պահանջ ունի։ Մարդիկ սպասում են այլընտրանք։ Այդ այլընտրանքը մենք ենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Դավիթ Անանյանն էր, կհանդիպենք վաղը։